Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ եւ առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Քննարկումը սկսենք պաշտոնական լրահոսից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոխորհուրդ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների վերաբերող հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը եւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին։ Կրթվել նորաձև է բանախոսությունների շարքի մեկնարկային հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը հանդես է գալու իմանալ ինչպես խորագրով ելույթով։ Կրթվել է նորաձև է շարժման շրջանակներում մարտի 15-ին տեղի ունենալու համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը, այս մասին հայտնում են Իմ քայլը հիմնադրամից, մեկնարկային հանդիպման խոսնակն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես է գալու իմանալ ինչպես խորագրով ելույթով։ Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են Հայաստանի վարչապետի տիկին եւ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ կրթվել է նորաձև է շարժման հանդիպումներին։ Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար բաց եւ ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ, գիտությունից մինչեւ արվեստ, տնտեսությունից մինչեւ փիլիսոփայություն եւ նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա սովորել կիսվել գաղափարներով եւ ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես գիտակցված հասարակության ձևավորմանը։ Եվ քանի որ խոսեցինք կրթությունից, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը Գառնի 3-րդ դարի բաղնիքի վերանորոգման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար մասնագետների հետ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերանորոգման նպատակով համագործակցելով Իտալիայի առաջատար մասնագետների հետ նախարարության պետական հատկացումներով պատվիրել է վերանորոգման հատուկ նախագիծ 2019 թվականին իտալացի վերանորոգող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից հիշեցնենք կազմվել է եւ նախարարությանն է ներկայացվել Գառնիի բաղնիքի արժեվորման եւ վերանորոգման նախագիծ, որով նախատեսվում է խճանկարի ամրակայուն եւ վերականգնում, ինչպես նաեւ ծածկի փոխարինում արդի ճարտարապետական լուծումներով։ Նախագծի շրջանակներում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թվականին տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին արդեն պլանավորված է մասնագետների այց Հայաստան աշխատանքները շարունակելու եւ փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերանորոգման եւ ծածկի փոխարինման աշխատանքները մեկնարկելու են արդեն այս տարի։ Եվ կրկին մշակույթից, կուլտուրայից խոսելով թեմայի շարունակությամբ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ Երևանի եւ այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների եւ ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխարինելու խնդրի լուծման համար։ Իմ հավատարիմ հեռուստադիտողները իդեպ կփաստեն, որ թե Լոս Անջելեսում աշխատելու տարիներին եւ թե այստեղ հայաստանյան եթերում ես բազմիցս խոսել եմ այս մեծ խնդրի մասին, անընդունելի խնդրի մասին եւ իրապես ամոթալի համարելով այն փաստը, որ ով ասես, երբ ասես, ինչպես ասես, բարձր միացնում է երաժշտությունը եւ առանց որևէ պատասխանատվության շրջում է փողոցներում ահաբեկելով ազգաբնակչությանը եւ ոչ միայն եւ առանց որևէ մեծամտության ես շատ ուրախ եմ որ կարծես բարձր ատյաններում արդեն գործուն քայլեր են նախապատրաստում վերադառնալով Ալեն Սիմոնյանի գրառմանը Երևանում եւ մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամին ինչպես նաև խլացուցիչների փոխարինումը ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենա ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգերի եւ ազդանշանի առգրավմամբ զուգորդված բարձր տուգանքով Տելեգրամի իր ալիքում գրում է Ալեն Սիմոնյանը նրա խոսքով արդեն մեկնարկ է տրվել աշխատանքներին եւ համապատասխան օրենսդրական կարգավորման ուղղությամբ քննարկումներ են իրականացվում խորհրդակցություններ իր գործընկերների հետ
Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբուսկասի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից։ Լատվիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբուսկասը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Շարունակում են քննարկումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամնիամ Ջանշանկարի հետ ունեցած հանդիպումից։ Այս մասին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, միաժամանակ շնորհակալություն հայտնելով հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Մենք բեղմնավոր քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ, անդրադառնալով մեր ձեռք բերված նշանակալի առաջընթացին և նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները, գրում է Միրզոյանը, գոհունակություն հայտնելով գործընկերոջ հետ քննարկման վերաբերյալ նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, ողջունելով հայկական պատվիրակությանը Դելիում։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը մանրամասնում է, որ հանդիպանը քննարկվել են առևտրի, ներդրումների, կրթության, կապի և մշակույթի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։ Մեջբերեմ նախարարի խոսքը, մտքեր ենք փոխանակել նաև գլոբալ և տարածաշրջանային վերջին զարգացումների հեռանկարների շուրջ, ամփոփել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել, որում ակնհայտ նկատելի է նրա չափազանց հյուծված տեսքն ու վիճակը։ Այս դատաքննության ընթացքում խոսք է տրամադրվում հորինված վկաների, որոնք ցուցմունքներ են տալիս, որոնք իբր հավաստում են Ռուբեն Վարդանյանի մեղավորությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին Բաքվում ընթացած շինծու դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Հիշեցնենք, որ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ին հացադուլ է հայտարարել։ Ադրբեջանը, հիշեցնենք, Վարդանյանին մեղադրում է խոշտանգումների, շահադիտական գործունեության, պատերազմի օրենքների խախտման, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի քրեական օրենքի այլ հոդվածներով։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործը անջատված է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանուր գործերից, դատաքննությունը անցկացվում է առանձին։ Շարունակում ենք քննարկումը Արարատի մարզի Բուրաստան վարչական բնակավայրում մարդատար գնացքի և ավտոմեքենայի բախումի հետևանքով բուժ հաստատություն տեղափոխված երկու քույրերից մեկը գիտակցության է եկել։ Այս մասին հայտնում են Արտաշատի համայնքի Մասիս բնակավայրի վարչական շրջանից։ Առավոտյան խոսել է երեխաների վիրահատած բժշկի հետ, ասվում է, որ աղջիկներից փոքրի մոտ դրական դինամիկա կա։ Քիչ առաջ էլ երեխաների հորեղբայրն է զանգահարել, ուրախ լուր հայտնել։ Ասում է, որ երեխաներից փոքրը կոմայից դուրս է եկել, անգամ հորաքրոջն է ճանաչել։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։ Վտարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից երկուսը, ընտանիքի հայրն ու մայրը, տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ, ծանր։ Հիշեցում, ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում փոփոխություններ են տեղի ունենալու, իսկ թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, տեսանյութն է մանրամասնում։
Գանգատ կա։ Առաջնային բուժօգնության օղակ դիմող քաղաքացիները հաճախ են գանգատվում, որ պոլիկլինիկայի տրամադրած այս կամ այն դեղամիջոցն արդյունավետ չէ։ Բարդ իրավիճակում է հայտնվում եւ բժիշկը, եւ իհարկե բուժառուն։ Լինում են դեպքեր, երբ պոլիկլինիկական ծառայության կողմից առաջարկվող պրեպարատները այլևս իրենց ամենամաքսիմալ դեղաչափերով չեն կարողանում հասցնել թիրախային բուժմանը եւ կարիք է լինում այլ դեղորայքների ներմուծման։ Այս փուլում պետության ուշադրության կենտրոնում շաքարային դիաբետ ունեցող ու սիրտանոթային հիվանդությունների խմբում ընդգրկված մարդիկ են, որ անհրաժեշտ դեղը ձեռք բերելու համար ստիպված չլինեն ապարդյուն դեղատնից դեղատուն անցնել, կանգնել, էժանը թե արդյունավետը ընտրելու խնդրի առաջ կառավարության որոշմամբ պիլոտային ծրագիր է մշակվել։ Սիրտանոթային խմբերում ընդգրկված եւ շաքարային դիաբետի խմբում ընդգրկված դեղերը մեր բնակչության սոցիալապես անապահով խմբերի համար էլեկտրոնային դեղատոմսը բժշկի կողմից դուրս գրվելուց հետո քաղաքացին միանգամից կարող է անվճար եւ արդյունյալ պայմաններով ստանալ այն դեղը, որը որ դուրս է գրվել էլեկտրոնային դեղատոմսով։ Փոխհատուցվող դեղերի ծրագրին միացած դեղատների ցանկը կհրապարակվի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում։ Կսահմանվի նաև փոխհատուցվող գումարի չափը։ Քաղաքացին կկարողանա ձեռք բերել այն դեղերը, որոնք պոլիկլինիկան մինչև այդ չէր տրամադրում։ Կվերահսկվի դեղատոմս դուրս գրելուց մինչև դեղը ստանալու շղթան։ Ծրագրում ընդգրկված դեղատները կպարտավորվեն ունենալ անհրաժեշտ պրեպարատը, կհետևեն նաև գների զսպմանը։ Նախորդ պարագայում, երբ որ իրենք պոլիկլինիկաների միջոցով էին դա ձեռք բերում, մրցույթի միջոցով էր իրականացվում եւ շահում էր այն դեղը, որը որ ավելի էժան էին տրամադրում մատակարարները։ Այս դեպքում քաղաքացին ունի ավելի մեծ ընտրություն եւ այդ մեծ ընտրության մեջ նա կարող է ընտրի իր այն դեղը, որը որ ինքը տարիներ շարունակ ստանում էր։ Մենք տվյալ պահին ունենք նոր սերնդի հիպոգլիկեմիկ պրեպարատներ, որոնք բավականին արդյունավետ են եւ թույլ են տալիս բավականին ցածր դեղաչափերով հաճախ մինիմալ դեղաչափերով հասնել այնպիսի էֆեկտի, ինչպիսին որ դժվար է լինում հասնել նախկինում պոլիկլինիկական ծառայության կողմից տրամադրվող մի քանի պրեպարատների միաժամանակյա օգտագործման պարագայում։ Անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերել ոչ միայն անհրաժեշտ դեղը, այլև ազատվել ավելորդ անհարմարություններից։ Դուրս կգրվի երկարաժամկետ դեղատոմս եւ քաղաքացին ուղղակի կմոտենա դեղատուն, կվերցնի այն։ Կան դեղեր, որոնք եթե այդ փոխհատուցվող գնից առավելագույն չափ են, այստեղ քաղաքացիները այդ դեղը ընտրելու դեպքում իրենք պետքա ուղղակի կատարեն որոշակի համավճար։ Այդ համավճարի չափը չի կարող գերազանցել դեղի արժեքի 50%-ը։ Անցած տարի կառավարությունը պոլիկլինիկաներին 2.1 միլիարդ դրամ էր ուղղել դեղերի գնման համար։ Միայն շաքարային դիաբետով հիվանդների համար անհրաժեշտ պրեպարատների գնումն արժեցել է 360 միլիոն դրամ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ պիլոտային ծրագրի ընդլայնման նպատակով։ Կսկսի գործել ապրիլի 1-ից։ 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ, ինչի արդյունքում պարզեցվել եւ առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների ու դեբետային գումարների հաշվառման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը եւ կից ներկայացնում տեսանյութ։ Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգ։ Բարեփոխումների արդյունքում պարզեցվել եւ առավել համակարգված է դարձել հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման գործընթացը։ Այսուհետ հարկային հաշվարկներով առաջացող ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները որպես դեբետային գումարներ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան համարվելու են ռիսկային կամ ոչ ռիսկային։ Ոչ ռիսկային համարվող դեբետային գումարները մուտքագրվելու են միասնական հաշվին ինքնաշխատ տվյալ հարկի վճարման հաշվետու ժամանակաշրջանի վերջնաժամկետում։ Այսինքն, եթե ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի հաշվարկը համարվում է ոչ ռիսկային, ապա այդ դեբետային գումարը միասնական հաշվի մուտքագրելու համար հարկատուն այլևս դիմում գրելու անհրաժեշտություն չի ունենում, իսկ հարկային մարմինը լրացուցիչ ուսումնասիրության։ Այդ գումարն էլ ըստ հարկատուի նախընտրության կարելի է օգտագործել այլ հարկային պարտավորությունների մարման համար։ Ավելին, եթե տնտեսվարողը նոր անձնական քարտում ավելացված մարում վերադարձ էջում համապատասխան նշում կատարի, այդ գումարն իր միասնական հաշվին կփոխանցվի մինչև վերջնաժամկետը։ Իսկ եթե կառավարության սահմանած չափանիշներով այդ գումարը ռիսկային է, ապա տնտեսվարողն այն կկարողանա հետ ստանալ միայն արդեն գործող ընթացակարգով։
Եթե հաշվարկի դեբետը դիտարկվում է ռիսկային, այս դեպքում ռիսկային դեբետից մարվում են միայն ԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորությունները, իսկ միասնական հաշվին վերադարձնելու նպատակով հարկ վճարողը պետք է նախորդ ընթացակարգի նման ներկայացնի դիմում, հետո իրականացվի ուսումնասիրություն եւ եզրակացության հիման վրա այդ գումարը փոխանցվի միասնական հաշվին։ Փոխվել է նաև Եվրասիական տնտեսական միությունից ներմուծված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարների հաշվացման կարգը։ Մինչդեռ ավելացված արժեքի հարկի հաշվարկման եւ վճարման, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները մնացել են անփոփոխ։ 2025 թվականի հունվարի 1-ից ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հաշվանցումը կարող է իրականացվել տվյալ ներմուծման օրը ներառող ամսում, եթե այդ ամսում միաժամանակ ներկայացվել է նաև այդ ապրանքների համար ներմուծման հարկային հայտարարագիրը եւ վճարվել է ներմուծման համար ավելացված արժեքի հարկի գումարը։ Հետևաբար, այս փոփոխության շնորհիվ տնտեսվարողներն ավելացված արժեքի հարկի հաշվանցումները կարող են կատարել հենց ներմուծման ամսում եւ նույն ժամանակահատվածի արդյունքներով էլ հետ ստանալ հաշվարկով առաջացած դեբետային գումարները։ Սակայն եթե ներմուծման ամսում տնտեսվարողը չի ներկայացրել ներմուծման հայտարարագիր եւ չի վճարել ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարներ, ապա այս դեպքում ԱՀ-ի հաշվանցումը կիրականացվի հաջորդ ամսում։ Այսինքն տնտեսվարողը կարող է այդ գումարը հետ ստանալ հաջորդող ամսվա արդյունքներով, եթե իհարկե մինչեւ այդ ամսվա 20-ը կատարել է վերոնշյալ երկու պահանջը։ Փոփոխությունները հնարավորություն են տալիս կրճատել ոչ ռիսկային դեբետային գումարների վերադարձման գործընթացը, ինչի արդյունքում տնտեսվարողները կկարողանան առավել արդյունավետ կառավարել իրենց ժամանակն ու ֆինանսական հոսքերը։ Եվ քանի որ խոսեցինք տնտեսությունից, ջրային ռեսուրսների պահպանման ուղղված միջոցառումների շրջանակներում բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող ՍՊ-ում արձանագրել են խախտումներ։ Ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունը տարածքի փոշենստեցման եւ լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից ապօրինի ջրառ է կատարել։ Տեսչական մարմնի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցված է։ Տնտեսվարողը ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության։ Եվ արտակարգ մի դեպք է տեղի ունեցել այսօր ժամը 15:26-ի սահմաններում Արագածոտնի մարզային փրկարար վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս, 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձյունահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1 մարդ անհետ կորել է։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փրկարարական վարչության օպերատիվ խումբը, այս պահին այլ մանրամասներ չեն հայտնում։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ ՆԱՏՕ-ն շարունակում է բարեկությունը Բալթիկ ծովում մալուխների վնասման միջադեպերից հետո։ Բալթիկ ծովում ստորջրյա մալուխների վնասման մի քանի միջադեպերից հետո ՆԱՏՕ-ն սկսել է կենսական նշանակության ստորջրյա էլեկտրահաղորդման եւ էներգետիկ կապուղիների անվտանգության ապահովման գործողություններ իրականացնել, որին հետևել են Ամերիկայի ձայնի մեր գործընկերները։ Մինչև վերջերս էստոնական ռազմանավերը հիմնականում զբաղվում էին սահմանների պաշտպանությամբ, Բալթիկ ծովում ականների որոնմամբ եւ իրականացնում փրկարարական գործողություններ։ Սակայն այս օրերին ստորջրյա մալուխների մի շարք վնասումներից հետո Նավատորմը նոր առաքելություն ստացավ՝ ծովային ենթակառուցվածքի պահպանություն։ Էկրանին տեսնում ենք մեր շուրջը գտնվող բոլոր նավերը եւ դրանց մասին ամբողջ տեղեկատվությունը։ Սա օրինակ բարեկամական օբյեկտ է։ 2025 թվականի սկզբից այս ականորսիչ նավի անձնակազմը մասնակցում է Բալթիկ ծովի պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողություններին։ Նրանց պատասխանատվության գոտին ձգվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի նավահանգստից մինչև Ֆիննական ծոցի մեջտեղները, մոտ 2 ժամվա նավարկության ճանապարհ։ Մալուխների հետ կապված միջադեպից հետո Էստոնիայի ռազմածովային ուժերը տեղակայել են 3 նավ, որոնցից մեկը մեր Սակալա նավն է։ Մենք բարեկություն ենք իրականացնում այս տարածքում, հետևում ենք տրանսպորտային բոլոր հոսքերին դեպի արևմուտք ու արևելք, 2 ուղղությամբ։ 2024 թվականի դեկտեմբերին այստեղ վնասվել էր Էստոնիան եւ Ֆինլանդիան միացնող Estlink 2 էլեկտրամալուխը։ Այժմ Էստոնիայի ռազմածովային ուժերի խնդիրն է պաշտպանել Ֆիննական ծոցի ատակով անցնող երկրորդ մալուխը։ Եթե որևէ կասկածելի բան ենք նկատում, մոտենում ենք նավին եւ անհրաժեշտության դեպքում կապ հաստատում անձնակազմի հետ։ Նախորդ շաբաթների ընթացքում Բալթիկ ծովում վնասվել է ավելի քան 10 ստորջրյա մալուխ,
Եվ դիվերսիայի վերաբերյալ հստակ ապացույցներ չկան, անձնակազմը թերահավատ է, որ մալուխների վնասման պատճառը պատահաբար ընկած խարիսխներն են։ Էստոնիայի զինվորականները հայտնում են, որ դիվերսիայի հնարավորության վերաբերյալ ակտիվ հետաքննություններ են ընթանում։ Մալուխները կտրվել են առևտրային նավերի քարշող խարիսխների պատճառով։ Հիմա փորձում են պարզել, արդյոք դա դիտավորություն է եղել, թե պատահականություն։ Հետաքննությունը շարունակվում է, բոլոր միջադեպերի առնչությամբ քրեական գործեր են հարուցված։ Հերթապահության ընթացքում Էստոնիայի եւ Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը համատեղ ոչ մեծ զորավարժություններ են անցկացրել։ Փորձառու զինվորականների համար այն լրացուցիչ պատրաստություն է նշանակում։ Նրանք կարևոր առաքելություն են իրականացնում սկանդինավյան երկրները Բալթյան տարածաշրջանին միացնող կենսական նշանակության ստորջրյա կապուղիները վերահսկելու ուղղությամբ։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայացավ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։ Պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման եւ մասնակի հրադադարի վերաբերյալ ուկրաինական առաջարկի մասին։ ԱՄՆ-ն ներկայացնում էր պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վուլցը։ Ուկրաինական կողմից նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էր, արտգործնախարար Անդրեյ Սիփան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Երմակը հանդիպումից առաջ ընդգծել էր, որ Ուկրաինան ԱՄՆ պաշտոնյաների հետ այսօրվա բանակցություններին շատ բաց է տրամադրված։ Երմակը հավելել էր, որ Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքները շատ կարևոր են, որպիսի համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանը չկարողանա կրկին հարձակվել, սակայն ընդգծել է, որ հանդիպման առաջնահերթությունը Մոսկվայի հետ խաղաղության շուրջ բանակցային գործընթացի սկսելն էր։ Երմակը հրաժարվել է նշել, թե Ուկրաինան ինչ զիջումների է պատրաստ գնալ խաղաղության համաձայնագրին հասնելու համար։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով Ջիդա քաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար։ Գահաժառանգ արքայազնը եւ պետքարտուղարը դիտարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հասնելու համար գործադրվող ջանքերը։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգը բանակցությունները վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Ջիդա քաղաքում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին իրադարձությունները եւ հանգամանքները։ Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ցանկացած միջազգային ջանքի։ Զելենսկին Սաուդյան Արաբիա էր ժամանել մարտի 10-ին։ Նա բանակցություններից անմիջապես հետո հեռացել է Ջիդայից եւ չի մասնակցել Ամերիկա-ուկրաինական բանակցություններին։ Ղրղստանի եւ Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովը եւ Էմոմալի Ռահմոնը մտադիր են Բիշկեքում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրել սահմանի շուրջ համաձայնագիրը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրղստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրադբեկ Ազիմբակիևը։ Նախատեսվում է մարտի 12-ից 13-ը Տաջիկստանի նախագահի պետական այցը Բիշկեք։ Հիշեցնենք, փետրվարի 21-ին Ղրղստանի եւ Տաջիկստանի պաշտոնյաները Բիշկեքում ստորագրել են սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման մասին արձանագրությունը։ Ղրղստանում նշել են, որ կողմերը փոխանակել են համարժեք վիճելի տարածքներ։ Քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերը համաձայնագիր են ստորագրել միանալու Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերին։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Ալ-Շարայի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ժամանակ։ Ըստ համաձայնագրի բոլոր քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում, ինտեգրվելու են նոր իշխանությունների գլխավորած կառավարման համակարգին։ Խոսքը մասնավորապես քրդական տարածքների բոլոր անցակետերի, ինչպես նաև այնտեղ գտնվող օդանավակայանի, գազի եւ նավթի հանքավայրերի մասին է։ Քրդերը իրենց հերթին խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին, նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ տարրերի դեմ նրանց պայքարին։ Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։
Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն միջազգային քրեական դատարանի հրամանով ձերբակալվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։ Դատարանը հետաքննում է ենթադրվող հանցագործությունները կապված թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված գործողությունների հետ, որոնք Դուտերտեն ղեկավարել է պետության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ։ Նա բազմիցս թմրավաճառների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչ է արել եւ պնդել, որ անձամբ 3 թմրավաճառի է սպանել։ Դուտերտեի կողմից թմրանյութերի դեմ հայտարարված պատերազմի հետևանքով Ֆիլիպիններում կարող են զոհված լինել հազարավոր մարդիկ, այդ թվում արտադատական հաշվեհարդարների պատճառով։ Նախկին նախագահը Մանիլա է ժամանել Հոնկոնգից, որտեղ գտնվում էր կարճատև այցով։ Դուտերտեն ավելի վաղ ասել էր, որ պատրաստ է կանգնել դատարանի առաջ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ արտասահմանյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութինի եւ բրիտանացի այլ գործընկերների հետ։ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հաղորդմամբ հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ համագործակցության խորացման կարեւորությունը։ Հաջիևը հանդիպում է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։ Լոնդոնի հանդիպումների շարքում Հաջիևը հանդիպել է նաև Լորդ Վերնոն Քոքերին, պաշտպանության պետական նախարարին։ Գրենլանդիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ 31 պատգամավորական մանդատի համար կպայքարեն 6 կուսակցությունների 231 ներկայացուցիչներ։ Ակնկալվում է, որ արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Դանիայի հետ Գրենլանդիայի ապագա հարաբերությունների համար, հատկապես Արկտիկայի նկատմամբ միջազգային հետաքրքրության աճի ֆոնին։ Համաձայն վերջին հարցումների կղզու բնակիչների ավելի քան 80%-ը կողմ է անկախության։ Գրենլանդացիները ցանկանում են անկախանալ Դանիայից, քանի որ դժգոհ են փաստացի գաղութ լինելուց, չնայած որ լայն ինքնավարության իրավունք ունեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում մի քանի անգամ նշել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի վրա, եթե վերջինս չհրաժարվի կղզուց։ Թրամփը հրապարակայնորեն չէր բացառել նաև կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել եւ որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը Մոսկվայի մարզի երկնքում։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի Դաշնությունում ԱԹՍ-ներով ուկրաինական գրոհի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Ռամենսկիի շրջանում ԱԹՍ-ների բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, որի բնակարանները վնասվել են, մարդկանց տարհանել են, իսկ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում առևտրի կենտրոնի վրա մարտի 10-ի երեկոյան իրականացված հարվածի հետևանքով զոհերի թիվը 3-ից հասել է 4-ի։ Ուկրաինայի մարզերի մեծ մասում եւս ռուսական ԱԹՍ-ների հարձակման պատճառով հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Կիևում աշխատել է ՀՕՊ համակարգը։ 2024 թվականին աշխարհի միայն 7 երկիր է համապատասխանել առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված օդի որակի չափանիշներին։ Այս մասին հաղորդում է շվեյցարական IQ-Air ընկերության մոնիթորինգի տվյալները։ Սահմանված չափանիշներին համապատասխանել են միայն Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բահամյան կղզիները, Բարբադոսը, Գրենադան, Էստոնիան եւ Իսլանդիան։ 2024 թվականին աշխարհի ամենաաղտոտված օդով երկրներն են եղել Չադը եւ Բանգլադեշը։ Այս երկու երկրներին աղտոտվածության մակարդակով հաջորդում են Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը եւ Հնդկաստանը։ Միևնույն ժամանակ աշխարհի ամենաաղտոտված 20 քաղաքներից 12-ը բաժին են ընկնում Հնդկաստանին։ Եվ վերջում եղանակի մասին մարտի 12-ից 16-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մարտի 11-ից 3-ը 12-ից 16-ը աստիճանաբար բարձրանալու է 4-ից 6 աստիճանով։ Ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։